Մենք հետևում ենք Էրդողան-Փաշինյան բանակցությունների ընթացքին եւ այս թողարկման ընթացքում բոլոր լուրերը, որոնք կհրապարակվեն եւ հայտնի կդառնան, ճիշտ նույն րոպեներին կներկայացնենք ձեր ուշադրությանը, մինչեւ այդ տաղավարում հյուրընկալել ենք Գրիգոր Բալասանյանին, նա միջազգայնագետ է, պարոն Բալասանյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերը ընդունելու համար եւ մինչեւ հարցնել ես, թե ինչի համար է Էրդողանը Փաշինյանին հրավիրել Ստամբուլ, կապ ունի այս այցի հետ, այնինչ կատարվում է այսօր Հայաստանի ամբողջ տարածքում, խոսքս խուզարկությունների եւ ձերբակալությունների մասին է եւ Սյունիքում կրակոցներ։ Ես կարծում եմ նման պատահականություններ չեն լինում ուղղակի եւ այդպես միանգամից ուղղատիպել եւ հատկապես խոսքը Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության մասին։ Ինչի համար է սա արվում։ Ես համաձայն եմ նախորդ բանախոսի հետ, Թուրքիայում այսպես ցույց տալու, որ նախ իրավիճակը հսկողության տակ է եւ միգուցե նաեւ ժեստ, որ տեսեք նախ եւ առաջ հայ հեղափոխական դաշնակցությանն ենք մենք փորձում այստեղ ճնշել, իսկ գիտենք դաշնակցության թեման ինչ նուրբ թեմա է Թուրքիայի համար, այո։ Թուրքիայի համար, այո։ Դրա համար նման բան չեն լինում, պատահականություններ չեն լինում եւ կրակոցները իհարկե Սյունիքի հատվածում դա բանակցություններում Փաշինյանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար է։ Եվ ես կարդացի մի քիչ առաջ, որ Ստամբուլ է մեկնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, այո, Բայրամովը, եւ ես չեմ հավատում այն պնդումներին, թե Ալիևը գտնվում է Ստամբուլում, Փաշինյանը գտնվում է Ստամբուլում եւ նրանց հանդիպում նախատեսված չէ։ Պարոն Բալասանյան, Ալիևը արդեն Թուրքիայում չէ, հեռացել է երեկվա տոնախմբությունից հետո Էրդողանի հետ, արդեն հեռացել է։ Ասեն հետ արի, հետ կգա։ Դա կազմակերպել է։ Պարոն Բալասանյան, ինչու հենց այս պահին, երբ Իրանում պատերազմ է, երբ Իրանը զբաղված է իր ներքին խնդիրներով, եւ հիշենք Իրանը նորից այս թողարկման ընթացքում արդեն հավանաբար երրորդ անգամ եմ այս նախադասությունը ասում, բայց Էրդողանն ինքն է ասել, որ Իրանն է դիմադրում Զանգեզուրի միջանցքին, եւ հենց հիմա Էրդողանը որոշել է Փաշինյանին կանչել Ստամբուլ, Թուրքիա բանակցությունների։ Արդյոք լավագույն պահն է գնալ Էրդողանի հետ բանակցությունների, շատ լավ իմանալով, որ գլխավոր թեման Սյունիքն ու այդ միջանցքն են։ Ես կարծում եմ հիմա ընդհանրապես պահը չի երկիրը լքել, երբ երկրի սահմանների մոտ կարող է բռնկվել միջուկային պատերազմ։ Եվ Սյունիքի ազգաբնակչության եւ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը կարծում եմ եւ նաեւ ազգային անվտանգության ապահովումը հաշվի առնելով այն փախստականների ալիքը, որ աստիճանաբար ավելանում է Հայաստանի սահմանների վրա, մենք ստիպված ենք ընդունել նաեւ Չինաստանի, Հնդկաստանի, այլ պետությունների քաղաքացիներին, իսկ սա լրացուցիչ ծանրություն է մեր համապատասխան ծառայությունների վրա։ Նախ պետք է երևի մի փոքր ավելի շրջայց լինել եւ չտրվել այս թուրքական գայթակղությանը եւ չգնալ Ստամբուլ։ Իսկ Էրդողանը իր խաղն է խաղում։ Էրդողանը դիվանագիտական չգնալ ինքը Ստամբուլ։ Ես կարծում եմ այո։ Եթե կարող է մերժել Էրդողանին։ Եթե այլ այսպես պատճառներ չկան Էրդողանին ինչու մերժելու։ Եթե մենք խոսում ենք սուվերեն պետության մասին, իսկ մենք ինքնիշխան, այո, մենք անընդհատ ասում ենք, օրինակ, մենք ինքնիշխան ենք, ես հավատում եմ, որ մենք ինքնիշխան ենք, եւ այդ ինքնիշխանության տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի կառավարության ղեկավարը եւ Հայաստանի Հանրապետությունը ինքը կարող է որոշում կայացնել ուր գնալ եւ ուր ոչ։ Իսկ Էրդողանը այս պայն ուղղակի իր բաժին խաղն է խաղում եւ Միացյալ Նահանգների ու Իսրայելի հանձնարարությամբ ուղղակի դիվանագիտական երկրորդ ճակատն է բացում Իրանի համար։ Այո։ Դեռ ոչ թեժ, բայց դիվանագիտական երկրորդ ճակատն է բացում եւ Իրանը կամ պետք է մտնի այս խաղի մեջ եւ կրկին հայտարարի, որ ինքը իր համար կարմիր գիծ է Սյունիքը, կամ ինչպես այսօր ես կարդացի իրանցի փորձագետներից մեկն են արդեն նշում, որ դե մենք ինչքան կարողացանք դիմադրեցինք։ Մնացածը արդեն մեր ուժերից վեր է եւ Ռուսաստանն ու Չինաստանը ավելի ակտիվ պիտի ներգրավեն, ինչը մենք չենք տեսնում Սյունիքի միջանցքի հետ կապված։ Ինչևէ, ամեն դեպքում, այսպես ամբողջացնելով, այս պահին այդ պահը չէր գնալ։ Պարոն Բալասանյան, հիմա ինչ էլ պայմանավորվի, չպայմանավորվի, խոսեն այնտեղ, ինչ է լինի, բոլորս էլ հասկանում ենք, որ Փաշինյանը դուրս է գալու եւ դա ներկայացնելու է որպես հերթական պատմական ձեռքբերում, հաջողություն, կարևոր քայլ խաղաղության ուղղությամբ։ Նույնիսկ ձևակերպումները կարող ենք արդեն բոլորս ենթադրել, թե ինչ է լինելու։
Սյունիքն է գլխավոր թեման, բոլորս ենք հասկանում, եւ ես խնդրելու եմ բացատրեք, թե ինչու ենք մենք մյուսները վախենում, որ Սյունիքում կարող է լինել պատերազմ, ահազանգում, որ Սյունիքում կարող է լինել թուրքական ներկայություն, ահազանգում, որ այդ միջանցքը վտանգավոր է, ինչու է վտանգավոր խաղաղության եւ հաշտության քողի տակ Սյունիքում Թուրքիային տալ այն, ինչը Թուրքիան ցանկանում է։ Նախ ես ուզում եմ մի անգամ էլ այդ մասին ասեմ, էլի եմ ասել, էլի։ Այստեղ խաղաղություն հոտ չի գալիս։ Այստեղ ոչ մի խաղաղության մասին խոսք չի, սա պարտադրանք է Հայաստանի Հանրապետությանը միակողմն է, Հայաստանի Հանրապետությունը դա կատարում է։ Այստեղ ոչ մի խաղաղություն, պայմանավորվածություն, համաձայնագիր նման բան չկա։ Հակառակ դեպքում այդ կրակոցները չեն լինի։ Հակառակ դեպքում Ալիևի կողմից մենք կտեսնեինք որոշակի այսպես փոփոխություն դիրքորոշման։ Դա նույն Էրդողանն է, ով ընդամենը ամիսներ առաջ հայերի եւ հույների հասցեին հայտարարում է, որ այդ սրից փրկվածները դեռ շարունակում են գոյություն ունենալ։ Դա նույն Էրդողանն է, այսինքն այստեղ ոչինչ չի փոխվել։ Այդ դեպքում մի հատ այսպեսի հանգամանք կա, Էրդողանին է պետք առաջին հերթին հայ-թուրքական սահմանի բացումը, նաև երկրում սեփական դեմքի փրկության եւ նաև այդ տնտեսական կոլապսը, որ այսօր կա Թուրքիայում, դա ինչ որ կերպ փոխհատուցելու համար, բայց մենք այսպես առաջ ընկած գնում ենք եւ փորձում ենք ցույց տալ, թե մենք ենք ամեն ինչ շահագրգիռը, որ հայ-թուրքական սահմանը բացվի եւ Էրդողանի ինչ առաջարկ անում է, մենք այսպես հլու հնազանդ ընդառաջ են գնում եւ ոչինչ առարկելու չունենք, բայց մի բան էլ ես ուշադրություն դարձրեցի մասնագիտական առումով, թե ով էր Էրդողանին ներողություն Փաշինյանին դիմավորում Ստամբուլի օդանավակայանում։ Ես ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, Ալիևին դիմավորեց ճանապարհեց Էրդողանը օդակայանում։ Բայց Հայաստանի վարչապետին կարող էր դիմավորել առնվազն արտգործնախարար Ֆիդանը, բայց ոչ փոխարտգործնախարարը։ Սա նվազեցնում է այն այցի մակարդակը եւ սրանով Թուրքիան ցույց է տալիս, այնպես չէ որ Հայաստանի ղեկավարները օրու մեջ լինում են Ստամբուլում, սա ինչ որտեղ կարելի է համարել նաեւ պատմական այց 2010 թվականի այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունից հետո Հայաստանի ղեկավար աշխատանքային այցով չէր եղել Թուրքիայում, բայց թուրքերը ցույց տվեցին իրականում ինչպես է վերաբերվում Հայաստանին եւ իրականում ինչպես են վերաբերվում Հայաստանի ղեկավարին։ Սրա մասի խորել է պետք եւ պատասխանատուները սրան պիտի ուշադրություն դարձնեն եւ հարցեր կա նաեւ թե նեղ միջանցքում ոնց էին ընդունում Հայաստանի պատվիրակությանը իրար կող շարքով կանգնած սկզբում թուրքերն էին հետո հայերը տենց բան չի լինում լուրջ ջան կա պրոտոկոլ երբ դիմաց են կանգնում նա նրա պատվիրակությանն է ողջունում նա նրա պատվիրակությանն է ողջունում մի քիչ շատ անհավասարաչափ էր այս ամեն ինչի եւ քաշային կատեգորիաները շատ տարբեր են ցավոք։ Ներկաների, այո, նաեւ։ Եվ նաեւ իհարկե ներկաների Հայաստանը համենայն դեպս այն պատվիրակությունը չէր, որ պիտի ներկայացված լիներ նման կարևոր միջոցով առնվազն այնտեղ պիտի լինեին լուրջ փորձառու դիվանագետներ, այնտեղ պիտի լինեին քարտեզագիրներ, այնտեղ պիտի լինեին մարդիկ, ովքեր գետնի վրա գիտեն, թե ինչի մասին է խնդիրը, բայց ոչ երբեք, ասենք, մամուլի ծառայության ղեկավար կամ խոսնակը վարչապետի։ Սա մի փոքր ինձ մոտ մտահոգություն է առաջացնում։ Պարոն Բաղդասարյան, քիչ առաջ մինչև ձեր գալը քննարկում ենք ԱՆ-ի հետ, հնարավոր է ինչ-որ հակառուսական հայտարարություն հնչի Թուրքիայից, օրինակ, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ճանապարհային քարտեզ հայտարարվի եւ նաեւ ասվի, որ հաստատումից հետո օրինակ սահմանապահ զորքերը լքելու են, որովհետեւ այսօրվա ռուսական կողմի բավականին ջղային, հա, այսպես ասած, հարցադրումները Փաշինյանին ավելի շատ կապված են ժամանակայինով այս այցի հետ, քան ենթադրենք ժամանակին ինչ որ բաներ, որ ինքը ասել էր ԵՄ-ի մասին։ Գիտեք, ես կարծում եմ անուղղակի նման հայտարարություն արդեն հնչել է։ Երբ ասվել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, երբ ասում են, որ Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, նշանակում է հայ-թուրքական սահմանին կանգնած երրորդ պետության ուժերի ներկայությունը այնտեղ դառնում է անիմաստ։ Բայց ներողություն, Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար։ Թուրքիան միշտ է սպառնալիք Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, քանի որ գոյաբանական առումով Թուրքիայի նաեւ արտաքին քաղաքացիական հայեցակարգերում Հայաստանը հստակ ֆիքսված է իբրև թշնամի եւ Հայաստանի ոչնչացումը Թուրքիայի արտաքին քաղաքացիական առաջնահերթություններից մեկն է։ Ով ինչ ուզում է ասի հիմա, ինչպեսի այսպես մոդայիկ բառերով դա փորձեն ներկայացնել, թող բացեն, տեսնեն դպրոցական դասագրքերում հայեր ինչպես են ներկայացված,
մանկապարտեզներում հայերին ինչպես են ներկայացնում երեխաներին, եւ մենք կտեսնենք Թուրքիան Հայաստանի թշնամին է, թե ոչ, եւ Թուրքիան Հայաստանը համարում է իր թշնամի, թե ոչ։ Խոսելով չի միայն եւ այսպես միայն բառախաղով չի։ Ցավոք սրտի սա ոչ ոք ուշադրություն չի դարձնում եւ ցավոք սրտի այն ամեն ինչ որ կատարվում է եւ այս այցի շրջանակներում էլ նաեւ կատարվելու է, դեռ ես կարծում եմ, որ նոր անակնկալներ են մեզ սպասվում եւ նաեւ հայտարարությունների տեսքով թուրանականության հետ կապված է արդեն խոսել, որ Հայաստանը կարող է այսպես թուրանականության համար անխոչնդոտ ճանապարհ է։ Այդ դա կմեկնաբանեք, ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Նիջերից ենք խմելու կարող գայլն ու գարի պատմությունն, որ գայլը վերևից ջուրը խմի գարին չհասնի արդեն։ Ես կարծում եմ, այստեղ մենք գործ ունենք մի այլ առակի հետ, գայլերի, եւ հովաշների։ Երբ գայլերը համոզեցին գառներին, որ մեր եւ ձեր թշնամանքի հիմնական պատճառը հովաշներն են։ Հովաշներին հանեք, մենք ձեր հետ հանգիստ կապ։ Հովաշները ռուսներն են։ Ռուսական սահմանապահ ծառայությունը, եթե այսպես պատկերավորենք։ Ռուսաստանը, եթե այդպիսի հայտարարություն տարեք հնչեց, որ սահմանները բացում ենք, հաջողություն եւ ըստ Ռուսաստանը հետ կքաշվի, թե ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ անկանխատեսելի է հատկապես։ Որտեղ այսօր Պուտինը ասաց, որտեղ ռուսական ռուս զինվորի ոտքն է, այնտեղ դա մերն է, կոպիտ ասած։ Ցավոք սրտի Արցախում մենք դա չտեսանք, մինչդեռ այդ մասին շատ էր խոսվում, բայց Արցախը մի քիչ այլ թեմա է իրականում, բայց այստեղ մի հատ բան էլ էլի, տեսեք, 1921 թվականին երբ սահմանը գծվեց եւ Կարսի պայմանագրով վերջնական որոշվեց, մինչեւ 23-24 թվականը այն ժամանակ անգամ խորհրդային միությունը շատ դժվարությամբ էր կարողանում փակել այն հրոսակախմբերի ճանապարհը, որոնք մտնում էին Հայաստանի տարածք, ավերում, ասպատակում եւ անասունները փախցնում տանում սահմանամերձ շրջանների ազգաբնակության։ Ես շատ դժվար եմ պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը ինչպես է կարողանալու սեփական միջոցներով ապահովել սահմանի անվտանգությունը, որը ամենաերկար սահմանն է Հայաստանի Հանրապետության համար, եւ նաեւ այնտեղ կան որոշակի միջպետական պայմանագրեր, որտեղ դա միայն հայ-թուրքական սահման չի, դա ԱՊՀ-ի արտաքին սահման է։ Հետևաբար ինչ է Հայաստանը դուրս է գալու ԱՊՀ-ից, որպեսզի այդ ձևակերպումը եւս վերանա եւ դա չդիտարկվի իբրև ԱՊՀ-ի արտաքին սահման։ Հարցերը շատ են եւ այսպես հուզական հայտարարություններ անելը ես կարծում եմ հիմա դրա ժամանակը։ Պարոն Բալասանյան, գործընկերներս էլ շատ հարցեր ունեն, միանանք նախ Մոսկվա Հայկին, Հայկ։ Ողջունում եմ։ Գրիգորյան այսպիսի հարց եմ ուզում տալ, մենք տեսնում ենք ինչ հակառուսականության ալիք է Հայաստանում, օրինակ նույն այս Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որ տեղի ունեցավ, ես հետևում եմ տարբեր պրոիշխանական լրատվականներին կամ բլոգերներին տարբեր եւ նույնիսկ չունենալով հիմք մեղադրել Սամվել Կարապետյանին որևէ մեղքի մեջ գործած Հայաստանում, ցած կարմրիթելով գնում է, բայց դե նա էլ Ռուսաստանի հետ է կապված, Կրեմլի մարդն է եւ այլն, կամ ինչ լինում է Հայաստանում ներկայացում, այսպես ինքնիշխանությունը պաշտպանվում միայն իբր Ռուսաստանից եւ աշկ է փակվում, մենակ նույն այդքան խոսեցիք Թուրքիայի մեծեցման, Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու համար։ Ինձ հետաքրքիր է քո կարծիքով այս հակառուսականությունը իշքան դեռ կտևի եւ մարդիկ հասկանում են, հասարակ մարդիկ նկատի ունեմ, որ այդ քողարկելով այդ հակառուսականության տակ տանում են երկիրը կործանման եւ հանձնում են թուրքերին, փաստացի։ Շնորհակալություն։ Այո, ըստ էության ստացվում է, որ պայքարում են ինքնիշխանության համար Ռուսաստանի դեմ, բայց այդ ինքնիշխանությունը ըստ էության Թուրքիայի հետ կապված կարծես թե վտանգված չէ կամ Արևմուտքի հետ կապված կարծես թե վտանգված չէ։ Իսկ ինչ վերաբերում է հակառուսականությանը, հակառուսականության ալիքը ցավոք սրտի Հայաստանում գնալով ավելանում մեծանում է եւ արդեն աստիճանաբար հասարակության բոլոր շերտերը իրենց վրա սկսելու են զգալ այդ հակառուսականության ազդեցությունը, դիցուկ օրինակ Լարսում շուրջ 200 հայկական բեռնատարների արկայությունից Իրանով բեռնված, որոնց համար արդեն սկսում է խոչընդոտներ առաջանալ Ռուսաստանից Իրան արտահանելու հետ կապված, սա կարծում եմ առաջին այսպես ծիծեռնակներն են լինելու։ Իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի ձերբակալությանը, սա ոչ միայն մեծ վնաս է հասցնում Հայաստանի տնտեսական իմիջին իբրև պետության, իբրև ներդրումների ներգրավող երկիր,
այլ նաև մեծագույն հարված է հասցնելու նաև իհարկե հայ-ռուսական հարաբերություններին, քանզի Սամվել Կարապետյանը լինելով ազգությամբ հայ, առաջին հերթին իհարկե սա ռուսական կապիտալ է եւ ռուսական կապիտալի անվտանգությունը Ռուսաստանը այդ անվտանգության ապահովմամբ լուրջ մտահոգված է։ Դրանով եմ ես բացատրում այն մեծ ալիքը, որ բարձրացավ ռուսական եւ մեդիայով եւ պաշտոնական շրջանակներում։ Սա շարքային ձերբակալություն չէ, սա քայլ է, որը ցավոք սրտի կարող է մեծագույն վատ առումով ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Տեսեք, ունեցավ Ռուսաստանը զգուշացնում է, որ վատ է ապրելու, մարդիկ հասկանում են, որ վատ են ապրելու, բայց նույն զգուշացումները եղել էր մերձբալթյան երկրներում, հա, վատ են ապրում, 60%-ը Լատվիայից դուրս է գտնվում, Մոլդովան վատ է ապրում, փայտ են կարծեմ այս անգամ ինչ որ ձմեռը փորձել առնել բանն, բայց իշխանությանը մնում են այդ մարդիկ, այսինքն Ռուսաստանը կամ ռուսական քաղաքական իստեբլիշմենտը չի հասկանում, որ դա որևէ բան չի փոխում, այսինքն այստեղ ժողովրդի մի մասը կգերադասի, հիշում եք, որ ասում էր 1000 դրամ է լինի հացը կապրենք, հա, այսինքն մի մասը կթողի կգնա, մյուս մասը միևնույնը մնալու է Փաշինյանի, այսպես ասենք, իշխանության ներքո։ Ըստ էս այդ մարդիկ, ովքեր ասում են, որ Հայաստանի վիճակը իրոք շատ կվատանա, եթե Ռուսաստանն այստեղից գնա, պատկերացում չկա, որ ստաղիր կասեն թքած էլ, ինչքան իշխանություն, որը 5000 տարավ կոպիտ ասած մորթեց, հա, բանում Արցախում 10000 կովիդից էլի այսպես ռուսերեն ասած նիմարն ու գլազում, հա, ինձ համար կարևոր է հայ ժողովուրդը ոնց ապրելու այստեղ թե ոչ։ Հարցս ինչի մեջ է, ռուսական կողմը այլ արգումենտներ չունի համոզելու, թե Ես կարծում եմ արգումենտներ միշտ էլ կան, եւ այդ արգումենտները ուղղակի ինչ որ ժամանակին եւ ինչ որ պահին են հрамծվում եւ հрамծվելու։ Իհարկե, այստեղ խանգարող հանգամանքը առաջներտին Ուկրաինան է եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, բայց ինչպես ցանկացած պատերազմ, բոլոր պատերազմներն ավարտվում են խաղաղության բանակցությունների սեղանի շուրջ։ Մի օր այդ բանակցությունները լինելու են եւ այդ բանակցություններից հետո սկսվելու է հետխորհրդային տարածքի մեծ շաբաթօրյակ, ինչպես ես հաճախ եմ ասում, եւ այս խնդիրներին մենք առերեսվելու ենք։ Իսկ մինչ այդ ուղղակի Հայաստանն է տուժելու, Եվրոպական միությունը Հայաստանին որևէ այլընտրանք չի առաջարկել եւ չի առաջարկելու։ Ես օրինակ ուրախ կլինեի Եվրամիության անդամակցության համար այդ 60000 ստորագրություններ, որ հասկանալի չէ ովքեր են այդ մարդիկ, կան այդ մարդիկ թե ոչ, որովհետեւ մեծ հարցեր է առաջանում։ Հակառուսական այդ միտինգներին 60 մարդ է հավաքվում, այդ 60000-ը ուրեն հայտնի չի։ Օրինակ այդ փորձագիտական դաշտը, ովքեր համոզում են, որ լավ կլինի ժողովուրդ ջան եւ այլն, նաեւ խորհրդանի պատգամավորները։ Բայց պրոռուսական միտինգներին մարդ չի գալիս։ Այո, դա էլ ուրիշ հարց է, բայց այդպես ագրեսիվ քարոզչություն չի կատարում։ Օրինակ ես ուրախ կլինեի, որ այդ նույն մարդիկ հանձն առնեին այդ բեռնատարները տանեն օրինակ, չգիտեմ, Անտվերպենի բանջարեղենի շուկայում վաճառեին հայկական ծիրան, դրանով ցույց տային, որ տեսեք Եվրոպական միությունը ռեալ այլընտրանք է առաջարկում։ Չկա նման այլընտրանք։ Հայաստանի տնտեսությունը ցավոք սրտի 95%-ով կապված է Ռուսաստանի հետ եւ նաեւ Հայաստանից շատ Ռուսաստանում հայ ապրում։ Սրան էլ է պետք ուշադրություն դարձնել եւ այս փողը կգա, շատերը ասում են ռուսը չի տա, թուրքերը կտան։ Ես չեմ կարծում Թուրքիան պատրաստ է այսօր այդքան գումար հատկացնել Հայաստանին, որովհետեւ առաջինը չունի, մեկ կլինի Թուրքիային գումար հատկացնի սեփական տնտեսության մեջ ներարկելու որ եւ երկրորդ իրան հետաքրքիր չի, որովհետեւ իրեն հետաքրքիր չի տնտեսապես կայուն Հայաստան։ Իրեն պետք է ստեղծել թուրքական վիլայետ եւ այդ վիլայեթի տրամաբանության շրջանակներում պահել այնքան, որ սովից չկոտորվեն, բայց չերազեն այսպես տնտեսական հզորության եւ հզոր հայրենիք ունենալու մասին։ Միանանք նաեւ Արթուրին։ Ողջունում եմ, մասամբ իհարկե խոսեցիք Սամվել Կարապետյանի թեմայով, բայց ուզում եմ ամեն դեպքում հարցնել, ըստ ձեզ դա այդ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը այդպես Նիկոլ Փաշինյանի հոգեկան աննավասարակշռության հետևանք էր, թե դա կարող է լինել օրինակ նախապես լավ կազմակերպված, պլանավորված մի այսպես գործողություն, որը հետին հետագա այլ նպատակներ է հետապնդում, հատկապես այդ հակառուսական դաշտում եւ մանավանդ որ հիմա խոսում են էլեկտրական ցանցերը ուրեմն պետականացնելու կամ չգիտեմ իրենց ձեռքից խլելու կոպիտ ասած այդպես է ստացվում Սամվել Կարապետյանից խլելու մասին
եւ եթե մենք մի քիչ ավելի խորանանք եւ չեմ ուզում ընկնենք կոնսպիրոլոգիայի դաշտ, բայց նաեւ այդպիսի կարծիք կա, որ կարող է օրինակ թուրքական կապիտալը գալ Հայաստան եւ չեք արդյոք հավանական եք համարում, որ այդ ձերբակալությունները նաեւ այդ լուրի դեպքում հայտարարության կամ չգիտեմ ինչի դեպքում Ստամբուլից եկող Անկարայից կարող է օրինակ ընդվզում առաջացնել նաև այդ ընդվզումները կանխելու ուրեմն նպատակ են հետապնդում։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Տեսեք, մի շարք այսպես հայտարարություններ եղան Սամվել Կարապետյանի ձերբակալման այդ օրը, որոնք որ մտորելու տեղիք են տալիս։ Հայաստանի վարչապետը արձագանքելով Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացման, պետականացման մասին այդ հայտարարությունին մի այսպիսի ձևակերպում արեց, ասեց պետականացման մասին օրենքի նախագիծը արդեն խորհրդարանում է։ Այսինքն դա հնարավոր չի 20 րոպեում օրենքի նախագիծ գրել, դա բացառված է։ Նշանակում է այդ օրենքի նախագիծը վաղուց այսպես դրվել է շրջանառության մեջ, վաղուց պտտվել է եւ սпасել են ուղղակի հարմար պահի, որպեսզի այս ամեն ինչը բերեն առաջին պլան, բայց որպեսզի չմեղադրեն իրենց, որ միջազգային այսպես ներդրողի բիզնես են խլում, եթե պատկերավոր ասենք, սա համընվեց այդ կոչերի վերաբերյալ մեղադրանքներով, որ ըստ էության իրավաբանական հարույթը անգամ այսպես ծիծաղելի է համարում, որովհետև ըստ իրավաբանների այդտեղ որևէ կոչ անգամ չկա եւ հասցեատերն էլ հայտնի չէ, թե ում է ուղղված այդ կոչը։ Իսկ թուրքական կապիտալի հետ կապված ես ոչինչ չեմ բացառում, բայց կարծում եմ այն մարդիկ, ովքեր ջատագում են, որ թուրքական կապիտալը գա Հայաստան, ճիշտ կլինի իրենց հայացք ուղղեն հարևան Վրաստանին եւ տեսնեն, թե վրացական տնտեսությունը ինչ օրեր ապրեց, երբ 90%-ով գտնվում էր թուրք-ադրբեջանական էներգետիկ համակարգի իշխանության տակ։ Հիմա այնտեղ 70%-ը ռուսական Գազպրոմն է։ Ինչքան էլ որ զարմանալի է, որտեղ վրացիները շատ լավ հասկացան, որ քաղաքականությունը քաղաքականություն, բայց պետությունը քաղաքականությունից կարևոր է։ Ման բացերեն երկու հարց, մեկը ռետորական, մեկը ավելի լուրջ, հա։ Ուրեմն հնարավոր է ազգայնացնել հեծը։ Ինչ եմ հարցը տալիս, ոնց ազգայնացնելու, չխոսանք, որ միջազգային արբիտրաժ եւ այլ խնդիրներ լինելու, որ այդ կազմակերպությունը կամ օֆշորային կամ չգիտեմ որտեղ, այսինքն իրավական առումով մի կողմ թողենք, արտադրական առումով, տնտեսական առումով, ոնց ենք ազգայնացնում, կարմիր բերետները գնում են, կանգնում են ռուբինիկների կողքը, հա, զենքը քաշում են աշխատողներ, ասում են պետք է աշխատես, ցենց ազգայնացնելու կամ հանելու է, չգիտեմ, մարդկանց լուլույն նշանակելու էլ ցանցի պետ, հա, ասել է աշխատացրա կամ ինչ անելու, եթե ատոմակայանը վնեպլանովի ռեմոնտի կանգնի, հա, կամ չգիտեմ, Գազպրոմը ասի, ես 150 կուբամետրով տվել, հիմա 1500 եմ տալու, այսինքն ասածս ինչ է, սա բլեֆ է, այն ինչ որ ինքը ուզում է անի։ Ես կարծում եմ ավելի շատ սպառնալիք է հոգեկան այսպես անհավասարակշիռ վիճակում արված հայտարարություն։ Որտեղ կներեք ընդհանրում կոմբինատի օրինակը բերես տեսակ, ասում է կոմբինատի հարցերը ոնց լուծի, բայց մենք մոլիբդեն չենք ուտում ամեն օր, հա, կոմբինատի փակվելը մենք կզգանք այնուհետև, երբ որ դոլարի կուրսը կավելանա, չգիտեմ, 2-3 շաբաթ հետո, երբ որ դոլարներ այնուհետև չգան Հայաստան մոլիբդենի վաճառքից։ Այստեղ մենք բոլորս գալու ենք, չէ՞ մի անգամից այս ամեն ինչը ոնց է լինում։ Այսինքն որն է իր հայտարարության հիմնական իմաստը, վախացնել, բլեֆ։ Ես կարծում եմ սպառնալիք առաջին հերթին եւ սպառնում ինքը Սամվել Կարապետյանին։ Այսինքն, բայց այստեղ Նայ Սամվել Կարապետյանին, թե նաև Սամվել Կարապետյանին։ Բայց այստեղ մի հատ հանգամանք կա, խր չէ՞ որ այդ հեծը այնպես չէ որ Սամվել Կարապետյանի դրամագլուխը հենց է դա։ Այսինքն այդ հեծով Սամվել Կարապետյանը պայմանական եմ ասում սննկացավ եւ այդպես զիջումների գնաց ոչ։ Բայց այդ հեծը միասնական էներգետիկ համակարգի մաս է կազմում։ Այդ որը ոնց է գոյանում, կամ ատոմակայանն է տալիս այդ հոսանքը, որը որ հեծը վաճառում է մանրածախով, կամ Գազպրոմից գազը գալիս է ջեք, արվում է դառնում է հոսանք, էլի տալիս են հեծին, որ հեծը վաճառի։ Հիմա եթե հեծը վերցնում ես, բայց այն երկու հատը քոնը չի,
Այդ հոսանքը որտեղից ես բերելու։ Այսինքն ինչ ես բարձրավոր լարեր ես կառուցելու միջև Բաքու, ասենք, այնտեղից ես բերելու, բայց Ադրբեջանն ինքն է հոսանքներ կրում։ Որտեղից ես բերելու այդ հոսանքը։ Թուրքիայից։ Թուրքիան էլ է ներկրում։ Թուրքիան ունի էներգետիկ խնդիրներ։ Թուրքիան խնդիրներ ունի։ Իրանը խնդիրներ ունի։ Մենք Իրանի հետ այդ բանով կլինի 2 տարի բան, մութը ցուրտ տարի։ Ես կարծում եմ մեր հանրությունը պիտի սկսի Ֆուջիկա մանգալ խանութներում, եթե կգտնի իհարկե, որովհետև ցավոք սրտի մութ եւ ցուրտ իհարկե դա ինչպես ժամանակին Նայիրիտի փակվելը ներկայացրեց, դե մենք ինքնիշխանության համար ենք պայքարում, Նայիրիտը պետք չլինի մութ ու ցուրտ տարի։ Այն ժամանակ ունի, գիտենք Ղարաբաղի համար կռիվ է գնում, հա, ինչ որ տենց ատամ։ Հիմա կռիվը գնում է ինքնիշխանության համար։ Ինքնիշխանության համար։ Հիմա մենք ավելի ինքնիշխան ենք եւ ավելի անկախ ենք։ Ըստ ռետորական հարցից տամ խոսեցինք այս թեմայով։ Դուք հավատում եք այն հեքիաթին, որ Էրցանցի ժողովուրդն է հեղափոխություն արել 2018 թվականին, եւ դա Նիկոլի վախերից մեկն է։ Ես անկեղծ ասած այդտեղ չեմ եղել եւ հեծի ժողովրդին դեմքով չեմ ճանաչում բոլորին։ Միգուցե այնտեղ կլինեն մարդիկ, ովքեր աշխատում են հեծում, բայց այսպես միանշանակ ասել, որ դա հեծի ժողովուրդն արել, դա այն հեքիաթների կարծում եմ շարքից է, որ այս 30 տարվա մեջ մեր հասարակության մեջ պատտվում են։ Այս մարդու այսքան կարողության, այն մարդու անձեռնմխելի լինելու, այն մեկի տոկոսային այսպես առանձնահատկությունների մասին եւ դա այդ կարծում եմ հեքիաթների շարքից է եւ ես չեմ հավատում։ Չեմ հասնում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը այս վարկագիծը իրրացիոնալ է։ Մենք այս թեման կփակենք ընդհանրապես էլի, բայց այսպես միանգամից ջղայնանալ, ազգային ժողովում նստել ստատուսներ գրել եւ այլն, այսինքն մեկ ասում է մենք արդեն նախորդ բերել ենք դա, մեկ sense պայթել ինչ որ բանի տակ, այսինքն որտեղ է ճշմարտությունը, սովորաբար միշտ ինչ որ մեջտեղն է, բայց մեջտեղը որն է։ Նշանակում է ինչ որ գործընթացներ կան, որից նաև որի նկատմամբ ունեցած այսպես վախը ստիպում է նման անհավասարակշիռ հայտարարություններ անել առաջին հերթին իհարկե Սամվել Կարապետյանի անձի հետ կապված։ Դուք համարում եք, որ ինքը դուր բացեց Սամվել Կարապետյանին հայկական քաղաքական դաշնությունների համար։ Ամեն դեպքում Սամվել Կարապետյանը անկախ իրենից անգամ դարձավ այսպիսի մի սիմվոլ, որի շուրջ իրոք կարող են համախմբվել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, ովքեր օրինակ այս կամ այն քաղաքական նկատառումներից ելնելով չէին համախմբի այս կամ այն ընդդիմության ներկայացուցիչների առանձին գործիչների շուրջ։ Սամվել Կարապետյանը լինելով ապա քաղաքական այսպես մարդ, ըստ էության իրենից անկախ դարձավ կարող է դառնալ սիմվոլ, ում շուրջը կարող են գեներացվել հասարակության այս զանգվածներ։ Եվ պարոն Բալասանյան, վերջում ուղղակի չեմ կարող ձեզ չհարցնել Իրան-Իսրայել պատերազմի մասին։ Այս պատերազմի 8-րդ օրն է, բայց արդեն 8 օր է Հայաստանում մեդիա օրակարգը թիվ 1 լուրերը ինչի մասին ասես են, բացի նրանից ինչ կատարվում է մեր քթի տակ։ Սա ուղղակի պատերազմ է, որի հետևանքներ մենք չենք զգալու, որը մեզ չի սպառնում, սա ինչ է մեզ համար։ Իրականում այս պատերազմը պիտի լիներ մեր մեդիա դաշտի top 1 թեման, մեկ առաջի պատճառով, որտեղ մենք այնտեղ ունենք 100,000-անոց համայնք, երկրորդ, որովհետև մեր քթի տակ կարող է սկսվել 3-րդ համաշխարհային պատերազմը, մենք էլ այսպես բանից բեխաբար դեռ ինչ-որ հարցեր են քննարկում, եւ երրորդ, մեր տարածաշրջանում բավականին լուրջ աշխարհակաղակական շահեր են բախվում, եւ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական գոյությունը եւս կախված է այդ գործընթացներից, որոնք տեղի են ունենում այսօր Իրանում։ Առանց չափազանցության։ Առանց չափազանցության եւ դրանք գումարած մի բան էլ ամեն դեպքում տեղի է ունենում պատերազմ մեր բարեկամ պետության եւ մեր մեղմ ասեմ ոչ բարեկամ պետության միջև եւ այստեղ մենք պետք է ունենանք մեր դիրքորոշումը եւ մեր կարծիքը այս պատերազմի հետ կապված։ Պարոն Բալասանյան, եթե Տիգրանը հարցնելու մի քիչ Պետրոսավարի հարց տամ, հա, հիմա ով է հաղթում, Իսրայելը թե Իրանը։ Ես կարծում եմ հիմա Իսրայելը չի հաղթում, այսպես ասենք, այլ գնալով ընկղվում է հսկայական պարտքային այսպես փոսի մեջ, որից դուրս գալը շատ դժվար է լինելու, եթե չասեմ անհնար։ Եսի նկատի ունեմ Միացյալ Նահանգներից
կախվածություն եւ Միացյալ Նահանգներից պարտքային փոսի մեջ արդեն միջազգային փորձագետները թիվ են ասում շուրջ 250 միլիարդ դոլար, որ հասցվել է Իսրայելի տնտեսության այդ վնասը։ Ես կարծում եմ Տրամփ ուղղակի գումար է աշխատում այստեղ եւ նրա հեսա ես կգամ կհասնեմ օգնության հիմա լուրեր են պատտվում, որ երկու շաբաթ լուրեր են պատտվում, որ ամերիկյան նավերը մտել են Պարսից ծոց, Financial Times-ը հղում անելով իր փորձագետներին զինվորական, պարզում է, որ այդ նավերը դեռ մի շաբաթից նոր գալու են հասնեն տեղ։ Դրանք գումարած El Udeid բազայից, ավիաբազայից Քուվեյթի ամերիկացիները արդեն էվակուացնում են իրենց ռազմական ինքնաթիռները։ Սա հենց այնպես չի լինում։ Իսկ կարելի է համարել, որ սա երկու կողմներ պարտվել են կոպիտ։ Երկու կողմն էլ թուլանում է միանշանակ, ինչը ձեռնտու է Միացյալ Նահանգներին։ Մեկն էլ կա, որ կողքից ուրախանում է Թուրքիան, որովհետև որոշ չափով սա նաև հաղթանակ է Թուրքիայի համար, թեև Էրդողանը որոշ վախեր ունի կապված Իրանում հնարավոր իրեն անհրաժեշտից շատ թուլացման հետ, որովհետև եթե Իրանը մասնատվում է, քրդական անկախ պետության հարցն է գալիս, Թուրքիայում գիտեն, որ Իսրայելը այս ուղղությամբ աշխատում է, ու եթե Իրանի հնարավոր հուսանք անհնար մնացորդների վրա ձևավորվի քրդական անկախ պետություն, Թուրքիայի քրդերը միանշանակ արթնանալու են, Իրաքի քրդերը, Սիրիայի քրդերը ու Թուրքիայի տակ եղած գլխավոր ռումբն է սկսելու պայթել։ Հիմա հարցս հետևյալն է, ամենակարևորը հավանաբար ինձ համար այս ամբողջ շաբաթվա ընթացքում, եթե Իսրայելի տարածքում կարող է տեղի ունենալ այն, ինչը քիչ առաջ տեսնում էինք կադրերում, պայթյուններ, եթե Իսրայելի տարածքը կարող է խոցվել, եթե Իրանի տարածքում կարող է տեղի ունենալ այն, ինչը տեսնում ենք, Թուրքիայի տարածքում ինչու չի կարող տեղի ունենալ։ Հնարավոր է։ Ինչու եմ սա հարցնում, որովհետև պետք է շտապել, պայմանավորվել, զիջել, թե գուցե պետք է սպասել։ Ես կարծում եմ նախ Էրդողանը այն քաղաքական գործիչը չի, ում հետ կարելի է ինչ-որ բան պայմանավորվել, որտեղ Էրդողանը միշտ ունի խաղի իր կանոնները։ Երկրորդ Էրդողանը ունի լուրջ առողջական խնդիրներ եւ կարելի է սպասել 1-2 տարի միգուցե այդ խնդրը ինքն իրան կլուծվի, այսինքն Էրդողանը չի լինի, հիմա տեսնենք ով կգա իր փոխարեն։ Իրար հետ իրականում ավելի լայն թուրքական պրոյեկտ է, ընդդիմությունն էլ հիմա շատ հակահայկական դրսևորումներ է ցուցաբերում։ Գիտեք, համաձայն եմ, ուղղակի Թուրքիան մի փոքր այլ է ի տարբերություն Իրանի, որտեղ Թուրքիան ունի Սևծովյան նեղուցներ, որը պետք է բոլորին։ Դրա համար բոլորն շատ գրգռված են, որ Թուրքիայում շատ լուրջ ցնցումներ չլինեն եւ այդ հրթիռները չպայթեն Թուրքիայում, որ պայթեցին Իսրայելում եւ Իրանում։ Թուրքերն ասում են Էրդողանը, որ հաջորդ թիրախը իրանք են։ Ես մի քիչ համամիտ չեմ։ Թուրքիային չի սպառնում դա, Թուրքիան այլ բան է սպառնում, ներքին պայթյուն, ազգամիջյան բախումներ եւ երկրի կործանում։ Սա սպառնում է, բայց ուղիղ հրթիռային արձակում Թուրքիայի վրա էս քիչ հավանական եմ համարում։ Համամիտ չեք, բայց մի խանդարեք թող։ Ես Պարոն Բալասանյան, շնորհակալություն հարցազրույցի համար։